Իսկ հիմա շարունակելով մեր այսօրվա թողարկումը կարևոր թեմայի ենք ուզում անդրադառնալ, քանի որ կամերային երաժշտության ազգային կենտրոնը սիրելիներս հունիսի 27-ին հրավիրում է հոբելյանական համերգի նվիրված Հայաստանի պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-ամյակին։ Եվ համերգի մասին ու անցած 25 տարիների ճանապարհի եւ ամենահետաքրքիր դրվագների մասին հնարավորություն ունենք այս պահին խոսել մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են, սիրով ներկայացնեմ Արմեն Արաբյան, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, բարև ձեզ, եւ Մավր Մկրտչյան, երգիչ։ Ողջունում ենք ձեզ։ Ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Թերևս մի քիչ զրուցենք պատմության մասին։ 25 տարի առաջ։ Այո։ Ո՞նց ստացվեց, ինչպես ստեղծվեց, ինչպես ծնունդ առավ։ Սկսենք նրանից, որ 97 թվին միավորվեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Երևանի պետական կամերային նվագախումբը, որը վերանվանվեց Հայաստանի պետական կամերային նվագախումբ Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ։ 2000 թվին արդեն Վաչե Մանուկյանը հայտնի Լոնդոնի բարերար արդեն հովանավորում էր կամերային նվագախումբը եւ հրավիրեց Լոնդոն համերգների, որտեղ նաեւ պատարակ պետք է կայանար Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հետ կապված եկեղեցին ինքը կառույցը անգլիական էր, բայց հետո ինքը գնել էր եւ դա հայկական եկեղեցի դարձավ եւ նվագախմբի հետ միասին նաեւ ուզում էր որ երգչախումբ լինի սկզբից մտածեցինք որ երգչախումբը պետք է լինի տեղական Լոնդոնից անգլիական բայց ինքը առաջարկեց որ Հայաստանից ստեղծենք երգչախումբ եւ խոստացավ հովանավորել եւ մենք հրավիրեցինք Ռոբերտ Մելքեյանին որը այն ժամանակ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր հայտարարեցինք մրցույթ հիմնական կորիզը մնաց Գյումրու այն ժամանակվա երգչախումբը եւ ստեղծեցինք Հայաստանի պետական ոչ թե այն ժամանակ ստեղծեցինք կամերային երգչախումբ որը անվանվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախումբ եւ նվագախումբը եւ երգչախումբը հովանավորվում էր Վաչե Մանուկյանի կողմից 2008 թվին երգչախումբը արդեն ստացավ լիարժեք պետական կարգավիճակ եւ արդեն լիարժեք դարձավ Հայաստանի պետական կամերային երգչախումբ նույն կազմով եւ նույն փողակի մեջ այսինքն պետական արևտրային ոչ արևտրային կազմակերպության մեջ որը ենթարկում է մշակույթի նախարարությունը ստեղծման նախապատմությունը սա է Եվ այս 25 տարիների ընթացքում բավականին մեծ ծավալուն աշխատանքներ է կատարել, հյուրախաղեր, համերգներ։ Այո, հյուրախաղերի աշխարհագրությունը շատ մեծ է, բնականաբար դա անմիջապես զուգահեռ է որակին Կանադա, Միացյալ Նահանգներ, Անգլիա մի քանի անգամ, Ստրասբուրգ, Ֆրանսիա, Գերմանիա, Որ երրորդ սերունդն է այսօր արդեն 25-րդ ամյակը ներկայացնելու երգչախմբի։ Դժվար է ասել, որտեղ առաջի սերնդից ունենք մենք երաժիշտներ մոտ կիսով չափ, բայց նաև ոչ թե սերունդ է փոխվում, այլ հոսք է լինում երբեմն, որտեղ մեզ մոտ շատ բարձր կարգի երաժիշտներ են ոչ միայն երգիչներ, այլև խմբավարներ, վար օրինակը կողքից նստած է Մավր Մկրտչյանը ներկայացրեցիք որպես երգիչ հիանալի կոմպոզիտոր խմբավար ինչ ասեմ Մավր որ պահից եւ ինչպես է սկսվում ձեր կապը երգչախմբի հետ Ես եթե ստատիստիկայով վերցնենք, ես երևի միջին սերունդն եմ երգչախմբի, բայց ինձ համարում է վերջի սերունդ, որովհետև դեռևս հոգով վերջին եմ։
Ես երգչախումբ ընդունվել եմ 2012 թվականից։ Պատկերացրեք, արդեն 12-13 տարի երգում եմ այս երգչախմբում եւ սա դարձել է իմ տունը, իմ երկրորդ տունը, իմ ընտանիքը, որովհետեւ երբ որ ընտանիքի գլխին կա Ռոբերտ Մելքյանի պես մեծ երաժիշտ, անձնավորություն եւ պարոն Արաբյանի պես տնօրեն, այդ ընտանիքը կարծում եմ երջանկություն է ընտանիքում երկար ապրել եւ լինել։ Նաեւ իմ համար բացի այդ ամեն ինչից շատ մեծ մասնագիտական որակների ձեռքբերում էր աշխատել հենց Ռոբերտ Մելքյանի հետ, բացառիկ երաժիշտ, ով մենակ այդ մի փորձը դուք կաք ընթացքը տեսնեք ոնց է լինում, այդ ամեն ինչը ոնց է մայստրոն, ինչերի մասին է խոսում, ոնց է երաժշտությունը բնութագրում, ես ինքս այդտեղից շատ բաներ եմ սովորել, մինչև այսօր սովորում եմ ու իմ կյանքի, այսպես կասեմ, երևի մեծագույն դպրոցներից մեկն է։ Որը որ այսօր շարունակում է այսպես ուսանել, սովորեցնել։ Դրան նպաստել է նաև ան, որ ես մասնագիտությամբ նաև խմբավար եմ, կոնսերվատորիայում սովորել եմ խմբավարության եւ կոմպոզիցիայի բաժինները, եւ ինձ շատ հոգեհարազատ էր այս ճյուղը, դրա համար ոնց որ համատեղ համընկավ այս երկու Եվ այս խմբավարությունից բացի նաև շատ լավ գեղեցիկ երգում եք։ Այո, մենք գիտենք, կանք արդեն 25-ամյակի համերգին, որը որ կլինի ամսի 27-ին, ինչպես որոշվեց, որ այն պետք է նշվի եւ ինչ է սպասվում։ Փակագծեր բացեմ եւ մի փոքր գեղեցիկ անակնկալ երևի մեր հանդիսատեսի համար բացառությամբ այդ օրը հնչելու են Ռոբերտ Մելքյանի մշակումները։ Դուք բոլորը Ռոբերտ Մելքյանին գիտեք որպես խմբավար դիրիժոր, բայց ինքը նաև հրաշալի կոմպոզիտորական ձիրքեր ունի, նաև հրաշալի մշակումների հեղինակ է։ Հայկական ֆոլկլոր, հիմնականում ֆոլկլոր երգեր եւ բազմաթիվ անգամներ շատ երկար տարիներ են հնչել տարբեր կատարումներ, տարբեր մշակումների ցանկից, բայց այսօր որոշվեց 25-ամյակը նշել բացառությամբ Ռոբերտ Մելքյանի ամբողջ մշակումների ցանկից եւ հրաշալի երգերով շատ հարազատ երգերով եւ գեղեցիկ երաժշտական ձևավորումներով։ Քանի որ խոսում ենք ծրագրից, ինչքան է տևողությունը եւ ինչ ստեղծագործություններ են հիմնականում ծրագրում ընդգրկվել։ Մոտ ժամ 20 րոպե երևի չէ, մեկ գործողությամբ, այո, մեկ գործողությամբ ժամ 20 րոպե կարծում եմ կտևի, եթե ոչ ավել։ Եվ ծրագրային մասով հիմնականում ֆոլկլոր, ասենք մի քանի երևի երգերի անուններ թվեմ, Գորանի, Գուլո, Աշխարհումս աղջիմ քաշիս հայտնովա, Մարտիկի երգ, այնտեղ ունի մայստրոն վրացական երգերի մշակումներ, սա նաև երևի հայաստանյան պրեմիերա կլինի։ Ֆոլք շատ մի քանի երգերի ոնց որ պոպուրի մշակումներ եւ բավականին բազմաժանր է։ Մենք գիտենք, որ մենակատարներից մեկը նաև դուք եք։ Այո։ Ինչպես են անցնում փորձերը։ Փորձերը հրաշալի, կարոտած, որովհետև դե մենք առանց նոր չի որ պատրաստում ենք ծրագիրը արդեն շատ երգեր նախկինում երգել ենք, բայց փուլ են ունում որ շատ ուրիշ ոնց որ ծրագրերով չենք հասցնում երգել մայստրոյի մշակումները, մեկ ենք դիմում մայստրո, մի հատ համերգ նախաձեռնենք, այդ երգերը երգենք արդեն կարոտել ենք, եւ հիմա այս փուլն է որ կարոտած, շատ սիրով պատրաստում ենք, ունենք նաև մեր մնացած սոլիստներն են երևի շատ են երգիչներ, այո, նաև մյուս երգիչներն էլ, մենակատարներն էլ։ Մեր Վարդան Նեբադալյան, Աբելա Աբելյան, Վրեժ Ղարիբյան եւ մեր Արամ Ավետիսյան, այս մեր սոլիստների ոնց որ փոքր ցանկն է, նաև ունենք մնացած ինչ որ փոքր հատվածներում էլի սոլիստներ, բայց այդքան խնդիրը սոլիստները չի կան, այդ կոնցեպցիան շատ գեղեցիկ եւ հետաքրքիր մի հայկական ֆոլկլոր եւ ժողովրդական երգի երեկո, այսպես կասեմ։ Պարոն Արաբյան, ամսի 27-ին, 25-ամյակը նշանավորելով համերգը իրականացվելու է բավականին խորհրդանշական ծրագրով, ինչպես է հետո նախանշվում շարունակել կամերային երաժշտության երգչախմբի գործունեությունը։ Գուցե ամբողջ տարին նշվի որպես օբելյանական, ոչ մի մեկ համերգով սահմանափակվենք։ Հենց այդպես էլ կա, ամբողջ տարին մենք մեր բոլոր ելույթները կանցկացնենք կազմավորման 25-ամյա
հոբելյանական տարվա ովանուտակ եւ անմիջապես համերգից հետո մենք էլի նույն համերգը համարյա նախատեսել ենք Սյունիքի մի քանի սահմանամերձ զորամասերում զինվորների համար եւ նաեւ կունենանք Գորիսում համերգ խոստացել ենք Աքսել Բակունցի տուն թանգարանի եւ Մեսոպյան հանդիպումներ նախաձեռնողական խմբերի աջակցությամբ, որի հովանավորն է Գորիսի Միրհավ հյուրանոցը շատ հիանալի հայրենասեր անձնավորություն է, որը միշտ սիրով մեզ հյուրընկալել է եւ համերգները ծրագրերը փաստորեն շատ են այս տարի կարելի է հետևել շատ են ծրագրերը արդեն իսկ շատ են նույնիսկ քիչ առաջ զրուցում ենք թե ինչպես պետք է անենք որ օգոստոսով որ մեր հանգստյան ամիսն է կարծես թե չպետք է կարողանանք օգտվել այդ հանգստից Մենք նախապես շնորհավորում ենք ձեզ վստահ ենք որ համերգը եւս շատ գեղեցիկ ու մեծ շուկով է անցնելու շնորհակալություն ենք նաեւ հայտնում որ մեր տաղավարում լուսաբանեցիք այս ամենի մասին եւ հաջողություն մաղթում Իհարկե մայստրոյի գլխավորությամբ շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, ներկայացուցիչներին, իրենց լուման ներդրած անձանց, պետական կամերային երգչախմբի ստեղծման ու այս 25 տարիների ծավալուն աշխատանքի համար։ 27-ին եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բաց չթողնեք կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 27-ին է հրավիրում սիրելիներս ներկա գտնվելու Հայաստանի պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-ամյակին։ Շնորհակալություն ձեզ, Իսկ մենք շարունակում կհանդիպենք, իսկ հիմա երաժշտություն։ Մենք մի պահ երաժշտական հատված կունենանք, որից հետո արդեն պետք է ձեզ հրաժեշտանք սիրելի հեռուստատիտողներ։